Սիրելի ընկերներ, տեղի է ունեցել ոստիկանական բռնություն, որի հետևանքով կա տուժած մարդ, իսկ բռնությունը իրականացրած ոստիկանները ազատության մեջ են։ Համակարգը փոխանակ բռնի անցագործներին, որոշել է փաստաբանի դեմ նույնպես գործ հարուցել։ Արդարություն! 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 Ոչ ոստիկանական ամենաթողությանը! Ոչ ոստիկանական ամենաթողությանը! Այո իրավական պետությանը! Այո իրավական պետությանը! Արդարություն! Արդարություն! Արդարություն!
Միացեք հային, հանուն արդարության, անօրինական երկիրը, միացեք, արդարությունը պիտի հաղթի։ 168-ի հարգելի հետևորդներ, կզրուցենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Իրավական պետությանը Պարոն Գալստյան, երթի նպատակը ո՞րն է, ինչ խնդիր է փորձում լուծել այս երթը։ Այն խնդիրը, որը այսօր ծառացել է ընդհանուր իրավական դաշտում, տեսնում ենք այս անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, ոստիկանների այն արարքը, որը կիրառվել է Տիգրանի նկատմամբ, փոխանակ դատապարտեի ոստիկաններին մի քայլ առաջ է գնացել անպատժելիության մթնոլորտի առումով ստեղծման, ընդհանուր փաստաբանի վրա են փորձում ճնշումներ գործադրել, որ չպաշտպանեն շահերը հավուր պատշաճի։ Եվ այդ իսկ պատճառով մարդիկ հավաքվել են, համախմբվել են Տիգրանի եւ Ռոման Երիցյանի շուրջ փաստաբանի, որ թույլ չտան ոստիկանները իրենց անպատժելիությունը, իրենց ամենաթողությունը, այսպես կոչված այդ խոշտանգումները օր-օրի ավելացնեն եւ դուրս դառնա այնպես, որ ինչ ուզեն կանեն, քանի որ տեսնում ենք, որ իրավական առումով փաստաբանին ինչպես նշում է, բոլոր հիմքերը կան այդ ոստիկաններին ձերբակալության, հեռացման գործից, թեկուզ ծառայողական ինչ-որ ծառայողական նշանակելու առումով, բայց չեն անում, քանի որ երևի վերևից հրահանգավորված են, որ այո, իրենք պետք է ամեն ձև ճնշեն հասարակությանը եւ դրանով ցույց տան, որ իրենք են տերը այս երկրի, այն դեպքում, որ նրանք ժողովրդավարության քողի տակ, այսպես կոչված բռնապետություն են ստեղծել։ Դուք այստեղ հստակ միտում եք տեսնում կոնկրետ արցախցիների վիրախավորելու առումով, թե սա պարզապես Ես չէի ցանկանա այդպես մտածել, բայց կան այո նաև նման հիմքեր մտածելու, բայց տեսել ենք, որ ազգային ժողովի падգամավորի են ծեծի ենթարկում Հայաստանի Հանրապետության եւ ելի անպատժելիության մթնոլորտ։ Այսինքն սա համատարած է, սա արցախցու խնդիր չէ, մենակ սա հայի խնդիր է եւ ամբողջ հայ ազգը պետք է ոտքի կանգնի եւ ցույց տա, որ իրենք են տերը երկրի, այլ ոչ թե ոստիկանապետության ստեղծած մի